Նախագծով առաջարկում ենք ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով կարգավորել իրավակիրառ պրակտիկայում ԵԻՀ-ի եկած որոշ խնդիրներ, ինչպես նաև վերանայել ծրագրով սահմանված աջակցության չափերը։ Մասնավորապես առաջարկում ենք ծրագրի շրջանակներում որպես ընտանիքի անդամ դիտարկել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաներին, անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ներկայացրել առցանց դիմում հայտարարություն եւ ստացել ծրագրով նախատեսված հավաստագիրը, քանի որ ներկայում գործող իրավակարգավորմամբ 25 թվականի հունվարի 1-ից մինչև 26 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխան համարվում է շահառու, եթե ընտանիքն առցանց դիմում հայտարարություն ներկայացրել է եւ ծրագրով նախատեսված հավաստագիրը ստացել է մինչև 25 թվականի դեկտեմբերի 31-ը։ Մյուս առաջարկում ենք սահմանել, որ գործող հիպոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով 25 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել են ոչ թե հիպոթեքային վարկ, այլ հիպոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով նրանց տրամադրվել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։ Առաջարկում ենք նաև սահմանել, որ եթե շահառուն դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1 եւ 5-րդ կետերով սահմանված փաստաթղթերի համար, իսկ դրանք են հարկային հաշիվը, հաշիվ ավերագիրը, հսկիչ դրամարկղային կտրոնը, ԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը, ապրանքի տեղափոխման բեռնագիրը, ներկայումս սահմանված է բացառապես հաշիվ ապրանքագիրը, ինչը իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ է առաջացնում։ Մյուս կետով միջկերատեսչական հանձնաժողովի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկում ենք սահմանել, որ թե ծրագրին դիմաց եւ շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուի տվյալներն առկա են Ղարաբաղի անհատական հաշվառման տվյալների բազայում կամ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից վարվող դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում, որտեղ արտացոլված է տեղեկատվություն այն մասին, որ ծրագրին դիմաց եւ շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուն 20 թվականի սեպտեմբերի 27-ից 22 թվականի դեկտեմբերի 12-ից առաջ առնվազն 12 ամիսների ընթացքում աշխատել կամ սովորել է Ղարաբաղում, ապա նրան շնորհվում է շահառուի կարգավիճակ անկախ որոշմամբ սահմանված մյուս փաստաթղթերի առկայությունից, այսինքն ավելի դյուրինացնում ենք շահառուի կարգավիճակ ստանալը եւ վերջի առաջարկով, որը նաեւ դուք հնչեցրեցիք, պարոն վարչապետ, նախագծով առաջարկվում է վերանայել ծրագրով սահմանված աջակցության չափը, մասնավորապես ընդլայնել 4 միլիոն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որոնք ներկայումս 611 են, եւ ավելացնել դրանք 150 բնակավայրով, եւ խոսքը վերաբերում է Երևանին սահմանակից համայնքներին, նախկինում Երևանը եւ Երևանին սահմանակից համայնքները սերտիֆիկատների իրացման ժամանակ կարող էին շահառուները ստանալ 3 միլիոն դրամի փոխհատուցում, իսկ հիմա Երևանից բացի Երևանին սահմանակից համայնքների դեպքում կդառնա 4 միլիոն դրամ, այսինքն ըստ էության կլինի Երևանը 3, որոշ սահմանամերձ համայնքներ, որոնք 5 են, կմնան 5 եւ մնացած բոլորը կդառնա 4,